Ողջույն ձեզ սիրելի ունգընտիրներ։ Միշտ վարժեցուցած եմ ունգընտիրներուն, հոգևոր պատգամներ, ավետարանական մեկնաբանություններ, սուրբ գրային հատվածներու սերտողություններ, բայց այսօր բացառաբար, քանի որ գմոդենա նոր տարին եւ հրաժեշտ պիտի առնենք հին տարին, հարմար կդա ցեզի հետ խոսիլ Գաղանդ Բաբայի մասին, կամ ինչպես ծանոթ է Հայաստանի մեջ Ծմեր Բաբիգը, կամ Եվրոպայի մեջ Սինտերկլասը, կամ Սանտա Կլոս նաև գոչվի, այլ տարբեր անուններով ծանոթ է։ Եվ հարցումը, որ գանցնի շատերու միտքին մեջ, արդյոք այս Ծմեր Բաբիգի կամ Գաղանդ Բաբայի այս անձնավորությունը որ գա, որ ծանոթ է մեզի, իսկական անձնավորություն մնե, կամ հեքիաթ մնե, կամ արասպել մնե։ Եվ հավանաբար շատերու միտքը անցած կլանա է, թե ինչու այս հագուստները կհագվի, կարմիր, ջերմակ մորուք, եւ ինչու երբեմն զինքը գտնենք իշու վրա նստած իր նվերները կփաշնեն, եւ երբեմն գարքի վրա նստած ուր եղջյուրները զինք կքաշեն։ Ուզեմ հայտնել մեր սիրելի հայորդիներուն, թե Գաղանդ Բաբիգը իսկական անձնավորություն մնե, եւ նաեւ քրիստոնեական եկեղեցվո սուրբերեն մեկն է։ Ծմեր Բաբիգի իսկական անունն է Սուրբ Նիկոլաուս, որ մորա քաղաքի մեջ գաբրեր, փոքր Ասիո մեջ, եւ այդ քաղաքի եպիսկոպոսն էր 4-րդ դարում։ Եվ այսօր պիտի ուզեմ ցեզի ծանոթացնել այս Սինտ Նիկոլասը կամ Գաղանդ Բաբան։ Ան մորա քաղաքն էր, իր հորը անունը Իվանիոս եւ իր մայրը Տոնա։ Այս ընտանիքը հագարակ իրենց հարուստ լարու նույնական, սակայն այդ հարստության գողքին նաև ունեին այլ դարբեր հարստությունը, որ էր հավատքն ու աստվածավախությունը։ Երեխա չունեին, որպեսզի ժառանգեր այդ հարստությունը։ Եվ երբ դարիքով հարաճացան, Աստված ողորմեց իրենց եւ իրենց շնորհեց զավակը, այս սուրբ մարդը Սուրբ Նիկոլաուսը։ Այս մարդը, որ իր մանկութենեն ի վեր օժտված էր աստվածային շնորհներով։ Եվ երբ ան հասավ այն դարիքը, որ պիտի հետևի ուսումի, իր հաջողություններու ընդմեջ են, ինչպես գվատմեն պատմիչները իր կյանքի մասին, ի հայտ եկավ, որ այս մարդը Սուրբ Հոգիի շնորհներով օժտված մեկն է, որովհետև ան գսորվեր ավելի, քան այն ինչ որ գստանար դպրոցեն կամ ուսուցչեն։ Եվ իր նույնիսկ մանկության օրերեն ան արտնությունը ունեցավ, հոգևոր արտնությունը եւ միշտապես կհետաքրքրվեր եկեղեցական ուսումնասիրություններով, գրականությամբ, գրոնական դիրքերով եւ անգևերջ ան դպրության գոչվեցավ ու ապա վանք գնաց ուսանելու։ Եվ այդ վանքին վանահայրը իր հորեղբորորդին էր։ Ան ապրեցավ աղքատ ջկնավոր կյանքը լի առաքինություններով եւ ցերնատրվեցավ քահանա իր 19 տարեկանին։ Եվ Աստված իրենց բազում շնորհքներ բարգեւեց, հրաշքներ կկատարեր, հիվանդներ կբժշկեր եւ այլ զանազան բաներ, ինչպես նաեւ անոր ողորմածությունը եւ նվիրումը եկեղեցվո եւ իր փարոյական օժանդակությունը, նաեւ նույնական օժանդակությունները աղքատներուն շատ հատկանշական էին։ Եվ մեկ պատմությունը կգարտանք իր կյանքի մեջ, թե մորա քաղաքի մեջ մեծահարուստ մարդ մգար, որ ժամանակվան ընթացքին գործընծուցած էր իր հարստությունը եւ աղքատացած էր այն աստիճան, որ ան նույնիսկ օրվան հացին գարիք ուներ։ Եվ այս մարդը 3 աղջիկներ ուներ։ Անոնց ամուսնության դարիքը անցած էր արդեն, ու անոնց չէր գրնար ամուսնացնել իր դժվարություններու եւ իր աղքատության պատճառով։ Եվ գպատնվի թե սատանան սկսավ պսպսալ այս մարդուն ագանչին
եւ այս մարդը խաբվելով սկսավ մտածել իր աղջիկները ղրգել անփարոյականության, որբեսի թրան վաստգին եւ բարելավեն իրենց վիճակը։ Սակայն Աստված կհայտնե Սուրբ Նիկոլաոսին այս մարդուն միտքը եւ այս Սուրբը իր ծնողքի ժառանգեն 100 թահեգան մգարնեն եւ դոբրագի մեջ գտնե եւ քիշերով անոնց տուրին արչեվեն անցնելով առանց որ ոյը մեկը զգա բալոհանեն ներս կնեդե եւ այս մարդը երկրորդ օրը կզարմանա երբ կտեսնի այս դոբրագը եւ շատ ուրախացավ եւ գրծավ ամուսնացնել իր մեծ աղջիկը իսկ այլ քիշերմը այս Սուրբը կգրգնեմ եւ նույն այս արարքը բալոհանեն նետելով երկրորդ նվերը, որում մեջ դարձյալ 100 տահեգան մգար, եւ այս ցեվով մարդը գաչող իր երկրորդ աղջիկն ամուսնացնել։ Սակայն այս մարդուն մեջ հետաքրքրություն մգար տնա, թե ով պիտի ըլլա այս մարդը, որ այս բարեգործությունը գնե իրեն։ Եվ սկսավ քիշերները հսկել, արթուն մնալ, որբեսի գտնե, թե ով է այս մարդը։ Եվ երրորդ անգամին, երբ ան կհետաբնտեր ու կհսկեր, երբ կսկա հանգած դոբրագի ցայնը, որ գնետվի իր տան մեջ, ահա ամիջավես փողոց գելե, որբեսի տեսնե ով է, եւ արագնգալի գուկա, որ Սուրբ Նիկոլաոսն է։ Եվ անոր արչև երթալով գինա իր ոտքերուն արչև շնորհակալություն հայտնելու, որովհետեւ այս Սուրբը բրգեց իրենց ընտանիքը, բրգեց իրենց իր աղջիկները անպարոյական այս ճամփային։ Սակայն այս Սուրբը իրենց մեկը վահանչե, որ անոնք շնորհակալ ըլլան միայն Աստծու մեջ, որովհետև Աստված է, որ այս միտքը դրավ իր սրտի մեջ։ Եվ դարիներ ետք այս Սուրբը կցերնատրվի եպիսկոպոս, երբ Մորա քաղաքի եպիսկոպոսը կվախճանի, գսվի թե Աստուծո հրեշտակը կհայտնվի եպիսկոպոսաբեդին այդ օրվան, եւ իրեն կդերեկացնե թե ամենահարմարը եպիսկոպոսական այս աստիճանին Սուրբ Նիկոլաոսն է, ինչպես նաև հայտնեց իր առաքինությունները այս Սուրբին, եւ այս եպիսկոպոսաբեդ երկրորդ օրը արտնալով կհայտնե իր դեսիլքը մույս եպիսկոպոսներուն եւ անոնք համարեցին այս դեսիլքը որպես Հիսուս Քրիստոսի դեսիլք, Հիսուս Քրիստոսի գողմեն եւ ամիջապես կցերնատրեն զինք Մորա քաղաքի եպիսկոպոսը։ Այդ օրերուն Դիկլետիանոս գայսրը, որ սկսած էր դարաձել հետանոսությունը եւ գրաբաշխությունը եւ բայկարիլ մանավանդ քրիստոնյաներութեն, երբ լսեց այս Սուրբի մասին, այս Սուրբն ալ բռնեցին եւ փանդի մեջ դարին թրին եւ շատ չարչարեցին, երկար դարիներ չարչարվեցավ եւ բոլոր այս դժվարություններու ու փորձություններու մեջ են Աստված զինք դուրս կհանե։ Իսկ Սուրբ Մեթոդիոս գբատնե թե այս մեծ Սուրբը Նիկոլաոսը իր շնորհիվ է, որ արիոսական միտքը եւ աղանթը չգրցավ աստեցություն գտնել կամ դեղ գտնել Մորա քաղաքի մեջ, ինչպես նաեւ գբատնե թե Սուրբ Նիկոլաոսը պատրաստ էր եւ ներկա էր նաեւ Նիգիո ժողովի մեջ եւ որոշ բահ ան պարգանալով իր նախանցախնդրութենեն մղված գրոնքին եւ հավատքին նկատմամբ ապտագեց նույնիսկ Արիոսը եւ եկեղեցական հայրերը անոր որպես հետևանք գորոշեն զին քերացնել իր աստիճանեն ու պաշտամեն ու նույնիսկ փանդարգեն, սակայն Աստուծո շնորհիվ եւ Սուրբ Աստվածածնի բարեփոխությամբ եւ իր աղոթքներով անշուշտ է ան գազադի այս պանդեն եւ այս դժվարություններեն եւ գտարնա անգամ եւս իր ազատության եւ իր աստիճանին։ Հատկանշելի է նաեւ անոր նախանցախնդրությունը իր հավատքին ու իր գրոնքին եւ իր եկեղեցու նկատմամբ եւ հատկանշելի է նաեւ անոր բայկարը արիոսականներու նկատմամբ։ Ինչպեսի Սուրբ Նիկոլաոսը բազմազան հրաշքներ կկատարի։ Այս Սուրբին վախճանում են ետք անոր պատմությունը դարածվեցավ ամեն դեպ, որպես անուշ գուրմունք, հասնելով մինչև Ռուսաստան, Գերմանիա, Զվիցերիա, Հոլանդա եւ ամեն դեպ, եւ մարդիկ սկսան նվերներ փոխանակել իրար մեջ ծննդյան օրերում,
իր անունով։ Եվ գարձեք, թե քիչ մնալ ճշմարտությունները սկսան խառնվել առասպելներում։ Եվ Գաղանթ Բաբա անունը ձակում արա ֆրանսական տարգմանութենեն, որ կնշանակե ծննդյան հայր, Պեր Նոել։ Ոմանք ենթադրեցին, որ Գաղանթ Բաբայի քաղաքը Շվեդն է, եւ ոմանք Ֆինլանդա, եւ մասնավորապես կենտրոնացան Ֆինլանդայի, որովհետեւ Ֆինլանդայի մեջ քաղաք մը, որ կոչվի Պեր Նոել, եւ անիգա որպես զբոսաշրջության կենտրոն համարվելով անոր այցելության գերտան ավելի քան 75,000 երեխաներ տարեկան։ Եվ Ամերիկան գտնվեցավ, գաղթականները նաև իրենց հետ դարին այս սուրբին համբավը, այս սուրբին անունը եւ այս անունը Սուրբ Նիկոլաուս կամ Սինտ Նիկոլա առաջացավ Ամերիկայի մեջ եւ այս ձևով կոչեցին Սինտ Սանտա Կլոս։ Ինչ որ գվերապերի իր նկարներուն այսօրվան, անոնք այս նկարները ծնունդ արին ամերիկացի բանաստեղծի ցերկով, որ կոչվի Կլարկ Մորիս, որ իր գարկին 1823 թվականին բանաստեղծությունը գրել ծննդյան նախորդող գիշերը վերնակրով, որուն մեջ գահայտնե այս սիրալիր հյուրին պատմությունը, որ կհայտնվի ծննդյան գիշերներում։ 1881 թվականին ամերիկացի գծագրիչը Թոմաս Նիստ անունով գծե Հարպերս թերթի մեջ առաջին նկարը Գաղանթ Բաբային։ Այնպիսի գծագրությունը, որ մինչև այսօր մեզի ծանոթ է եւ այս ցեղով տարածված է ամբողջ աշխարհի մեջ։ Իր կարմիր սկեսներով, իր սպիտակ մորուքով, իր սև եւ փայլուն ոշիկներով եւ գսվի թե այս գծագրությունը կնպաստեր Coca-Cola ընկերության եւ այդ օրենը սկսյալ Գաղանթ Բաբայի այս new look-ը, այս նոր նկարը, որ ծանոթ է մեզի այսօր, կդարածվի ամբողջ աշխարհի մեջ եւ ան վերածվեցավ համաշխարհային թեմքիմը եւ ամենահայտնի թեմքերեն մեկը, որ գսիրեն զինք աշխարհի բոլոր երեխաները ուր որ գտնվի եւ ժամանակի փոփոխման հետ ու շրջան փոխվեցավ նաեւ Սուրբ Նիկոլաոսի էշը դեպի 8 եղջյուրներ, որոնք գարկմը կքաշեն իրենց յետևեն նվերներով լեցուն, ցույներով վրա, սարերով վրա եւ այլն։ Ինչպես նաեւ ավանդությունը պատմություններ փոխանցեց, թե Գաղանթ Բաբան երեխաներուն նվերներ գտներ բուրտե քուլբաներու մեջ, բուրտով աշխատված քուլբաներու մեջ։ Եվ երեխաները այդ քուլբաները գտնեին բուխարի վրա, այդ տախտակե այդ վարարաններու վրա, եւ Գաղանթ Բաբան գալով գիշերով նվերներ գտներ այդ դոբրագի մեջ, երեխաները քնացած ժամանակին։ Եվ երկրորդ օրը, երբ երեխաները գարտնան, գուրախանան եւ անագնգալի գուքան եւ նվերները գարնեն։ Եվ այսպեսով Սուրբ Նիկոլաուսը իր համբավը հասավ մինչև աշխարհի 4 ծակերը եւ յուրաքանչյուր քաղաքի մեջ ան ստացավ հատուկ անուն, ինչպես ասենք Եվրոպայի մեջ Սինտերկլաս, Սինտ Նիկոլաս, մեր արևելքի հայերու մոտ Գաղանթ Բաբան, մեր հայրենիքի մեջ Ծներ Բաբիգը, այսպեսով յուրաքանչյուր ազգը եւ ժողովուրդը ինքն իր ցեղով հարգեց եւ պատվեց այս սուրբը։ Եվ ես այսօր պիտի ուզեմ այս սուրբ օրերուն, ուր կմոտենան ծննդյան օրերը, օրինակ առնենք այս սուրբին առաքինությունները, որ էին ողորմությունը, մարտասիրությունը, եղբայրասիրությունը, ուրախանանք եւ ուրախացնենք մեր երեխաները նվերներով, բայց նաեւ ինչպես Պողոս Արաքյալը գսե իր Եբրայեցիներուն ամագի 10-րդ գլխու 7-րդ համարի մեջ գսե, հիշենք մեր առաջնորդները, որոնք Աստուծո խոսքը քարոզեցին մեզի եւ հետևինք անոնց հավատքին
զննելով անոնց յանքին ավարտը։ Ահավասիկ այս պետք է լա գաղանդ բաբայի խորհուրդը, որ մենք գաբրինք ու այսպեսով պետք է հասկնանք և այդ գաղանդ բաբան անոր առաքինություններով յանքի վերածենք մեր յանքին մեջ։ Սիրելիներ, գշմավորեմ ձեր բոլորին նոր դարին, մաղթելով ձեզի երջանիկ և արատ օրեր լի առողջությամբ և հաջողությամբ։